Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ այսօր հյուրընկալել եմ Գեղարքյունիքի մարզից Բլեջան բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր նախագահ Լիանա Ասոյանին։ Բարև Լիանա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ Թեհմինե ջան, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ եւ այսօր ուզում եմ խոսենք շատ կարեւոր մի հարցի մասին։ Նախ դուք տարիներով զբաղվել եք Սևանա լճի խնդիրներով եւ պատահական չէ նաեւ ձեր կազմակերպության հիմնադրումը, պատմությունը, ինչը դարձավ ձեր համար մոտիվացիայի աղբյուր։ Ես հիմնադրել եմ Բլեջան հասարակական կազմակերպությունը 2007 թվականի նոյեմբերին։ Իրականում հիմնադրումը կապված էր հիմնականում Օրհուս կենտրոնի, Գավառի Օրհուս կենտրոնի պահպանության հարցերի հետ կապված, որովհետև ժամանակին Օրհուս կենտրոնները որպես այդպիսին իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններ էին ու դոնորի պահանջով ստիպված այդ ժամանակ ստիպված եղանք բացել հասարակական կազմակերպություն, որպեսզի հնարավոր լինի պահել շատ կարևոր կառույց Գավառի Օրհուս կենտրոնը, իհարկե ժամանակի ընթացքում Օրհուս կենտրոնը դարձավ ռեսուրս կենտրոն նույն Բլեջան հասարակական կազմակերպության ու այլ հասարակական կազմակերպությունների համար, բայց նաև տարիների ընթացքում Բլեջանը պատմություն կերտեց, որովհետև կազմակերպությունը ոչ միայն բնապահպանական էր, այլ նաև սոցիալական ու բիզնեսի աջակցության ու այս բոլոր տարիների ընթացքում փորձել ենք այդ երեք ուղղությունների սիներգիան պահպանել, որովհետև հնարավոր չէ առանց մեկը մյուսի, եթե խոսում ենք բնության շրջակա միջավայրի մասին, անպայման սոցիալական հարցեր են առաջ գալիս ու բնականաբար նույն բնությունը օգտագործողները, շահագործողները եւ մարդն է եւ բիզնեսն է ու ինչը բերում է նաեւ սոցիալական խնդիրների կամ եթե շատ լավ շահագործում կամ օգտագործվում է, չի բերում նման խնդիրների։ Մենք չենք կարող չխոսել հենց Սևանի ֆոնին, Սևանի խնդիրների մասին, որովհետև տարիներով Սևանի համար, Սևանի փրկության համար եւ պետությունը եւ հասարակական կառույցները եւ անհատները փորձում են քայլեր ձեռնարկել Սևանը փրկելու ուղղությամբ, հատկապես կանաչման սեզոնին։ Դուք հենց լինելով Գեղարքյունիքի մարզից եւ հետեւելով Սևանի համար արվող քայլերին, ինչպես է գնահատում այս տարիների ընթացքում արված քայլերը, արդյունքները, պակաս ինչ կա, որը չի արվում, ինչ կնշեք։ Տեսեք, իրականում քիչ բան չի արվել։ Շատ աշխատանք է տարվել Սևանա լճի պահպանության, փրկության հետ կապված, բայց իմ գնահատմամբ մենք շատ քիչ առաջընթաց ունենք։ Բավարար չի ու նաև շատ քիչ է։ Ես մի հետաքրքիր ակնարկ եմ միշտ անում, ասում եմ Սևանում լիքը փողեր են լցվել։ Իրականում շատ փողեր են լցվել, հենց ջրի մեջ են լցվել ու ոչ մի արդյունք չենք ստացել։ Շատ ջուրն ենք լցրել, այո, այդ ամբողջ գումարները ջուրն ենք լցրել։ Մտածում էի գոնե ջուրը կբարձրանա մի քիչ, այդքան փող լցնելով, բայց փաստորեն պատկերը շատ տխուր է։ Սևանա լիճը ինքը իրենով իմ մոտիվացիան է։ Ես Սևանա լճին վերաբերում եմ որպես շնչող օրգանիզմի։ Ես իրեն առանցին որպես ջուր չեմ ընդունում, որպես ձուկ չեմ ընդունում։ Ինքը էկոհամակարգ է, որին շատ քչերն են նման վերաբերմունք ունենում։ Այսինքն շատերի համար ուղղակի ինքը հանգստի գոտի է, շատերի համար հենց ձկնորսության համար է Սևանա լիճը։ Որևէ մեկը չի պատկերացնում, որ Սևանա լիճը նաև իր շրջապատում ապրող մարդիկ են։ Այդ շատ կարևոր է ու այդ նույն մարդիկ այդ հոգատարությունը պիտի ցուցաբերեն Սևանա լիճը պահելու ունենալու այնպիսին, ինչպիսին որ մենք ժառանգություն ենք ստացել մեր պապերից։ Շատ հետաքրքիր պատմություններ կան հնուց եկած, որ Սևանա լճում, երբ ձկնորսության սեզոն է սկսվել, Սևանում վանքերի զանգերը չեն տրվել։ Այսինքն հնարավորություն է տրվել ձկանը հանգիստ ձվադրման գնալու, հարսանիքներ չեն արվել, որովհետև այդ ժամանակ հնարավոր է աղմուկից ձուկը չկարողանա ձվադրել։ Ու ունեցել ենք այդպիսի մշակույթ, շատ հետաքրքիր մշակույթ ենք ունեցել ու շատ պատասխանատու քաղաքացի ենք ունեցել, բայց այսօր մենք բռնում ենք ձուկը, լիճը աղտոտում ենք ու բոլորը շատ լավ հասկանում ենք, որ Սևան թափվող բոլոր գետերն առանց բացառության իրենք կոյուղատարներ են։
Այսինքն շատ քիչ համայնքներ ունեն կոյուղացման համակարգ, ու եթե նույնիսկ ունեն կոյուղացման համակարգ, մեր ամբողջ կոյուղին այդ համակարգում միայն աղբն է հավաքում։ Այսինքն մենք կենսաբանական մաքրման կայաններ չունենք, որպեսզի նույն կոյուղու ջուրը մաքրվի ու մաքուր ջուր գա Սևան։ Շատ ցավոտ եւ անտեսված մի հարցի անդրադարձակ կեղտաջրեր, որոնք որ ոչ մի ձև չեն մաքրվում եւ բոլորը հայտնվում են Սևանը լճում։ Արդյոք սրանք միակ պատճառն են, որոնք որ բերում են Սևանա լիճը կանաչման եւ աղտոտման։ Էլ ինչ պատճառներ կարող եք նշել։ Տեսեք, Սևանա լիճն աղտոտվում է ոչ միայն կոյուղաջրերով, Սևանա լիճն աղտոտվում է աղբով, մեր կենցաղում օգտագործվող բոլոր տեսակ նյութերով, Սևանա լիճն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, Սևանա լիճն աղտոտվում է ամբողջ տնտեսական գործունեություն իրականացնող ափամերձ հատվածներում վարձակալությամբ այդ տնտեսությունների կողմից չասեմ սխալ, բայց երբեմն ոչ ճիշտ, ոչ բարեխիղճ տնտեսվարությամբ աղտոտվում է բնակիչների ոչ բարեխիղճ վերաբերմունքից, որովհետև մենք գալիս ենք, նստում ենք Սևանի ափին, վայելում ենք Սևանը, սնվում ենք, նույնիսկ շատերը ապրում են Սևանի ափին շաբաթներով, վերջում աղբը թողնում գնում են իրենց հետևից։ Այսինքն նույն ձկնորսները, իրենք ձկնորսական ցանցերը Երբ որ օգտագործումից դուրս են գալիս, ձկնորսական ցանցերը չեն հանվում Սևանա լճից։ Ցանցերը կտրվում ու Սևանա լճի հատակ են իջնում։ Այդ շատ ցավոտ թեմա է, ես շատ քիչ ձկնորսներ գիտեմ, ովքեր պատասխանատու վերաբերմունք ունեն Սևանա լճի հանդեպ, այսինքն երբ ավարտվել է ձկնորսության այդ ժամկետը, այսինքն ցանցը գործածությունից դուրս է եկել, իրենք հանել են ցանցը։ Իրականում տեսեք մեղադրելու էլ չէ ինչ առումով, որովհետև այդ ցանցերն արդեն այն վիճակին են, որ մեզ հատուկ նավեր են պետք, հատուկ սարքավորումներ են պետք ցանցեր լճից հանելու, բայց հանուն Սևանի արժի գնալ այդ քայլին։ Արժի հնարավորություն ստեղծել նույն ազգային պարկի հետ միասին, այսինքն ելքեր գտնել, որպեսզի Սևանը մաքուր լինի։ Այդ նույն ցանցերը լճի վրա պահելու համար օգտագործվում են պլաստիկ շշեր։ Այդ պլաստիկ շշերը, երբ որ կտրվում են ցանցերը, պլաստիկ շշերը թողնվում են քմահաճույքին, քամին որ ափ կտանի, ու ջուրը որ հատված որ բերում է, ալիքը բերում է ու այդ հատվածներում լինում են հսկայական պլաստիկի կուտակումներ։ Ու մենք հաշվի չենք առնում, որ այստեղ մենք ունենք որոր կղզի, ունենք ձկնաշխար, ունենք, այսինքն լիճը աղտոտվում է բոլոր հնարավոր տարբերակներով։ Մենք մեր կենցաղում օգտագործում ենք լվացող նյութեր, սպիտակեցնող, գունավորի համար, փափկեցնող, տատիկներին, պապիկներին, բալիկներին, այսինքն հիմա այդ բոլոր նյութերը, որոնք որ ֆոսֆոր են պարունակում, օգտագործվում են կենցաղում ու առայժմ չկա մի միջոց, որ կանգնեցնի այս գործընթացը։ Այսինքն պիտի այստեղ լինի քաղաքական կամք, պիտի լինի նաև հանրության կողմից սրտացավություն, որպեսզի ընդունի այդ քաղաքական կամքը, որովհետև երբեմն քաղաքական որոշումները ճիշտ չեն ընկալվում։ Մտածում են, որ ինչ որ որոշում է կայացվել բնակչությանը դեմ, բայց իրենք պիտի հասկանան, որ շատ վաղուց արդեն աշխարհում պատերազմներն այն հողերի համար են, որտեղ ջուր կա, խմելու ջուր։ Ու մենք ունենք շատ մեծ ժամանակին խմել են Սևանա լճի ջուրը, ռազմավարական պաշար, ու այս պահին նույնիսկ Սևանին չեն էլ վերաբերում որպես խմելու ջրի պաշարի, ուղղակի օգտագործում են, ով ոնց կարողանում է։ Այս խնդիրը իրականում հայ ազգի համար ոչ միայն, այլ նաև հարավային Կովկասի, որովհետև լիճը նաև շատ մեծ նշանակություն ունի, ինքը նաև այդ էկոհամակարգը ստեղծում է նաև հարավային Կովկասի համար։ Ես լիահույս եմ, որ մի օր կգա մի ժամանակ, որ բնակիչը ինքը տան կենցաղում ինչ-որ նյութ օգտագործելուց կմտածի, սա լավ է Սևանի համար, թե չէ, որովհետև էլի եմ ասում, Սևանը շնչող օրգանիզմ է, մեր նման մարդ է, իր բոլոր առավելություններով ու թերություններով, շատերը չեն սիրում, մարդիկ են խեղդվում, չգիտեմ, բայց դա էլ մարդու անպատասխանատու վերաբերմունքից է, Սևանը ոչ մի մեղավորություն չունի դրանում, էլի։
Խոսեցի քաղաքական կամքի բացակայության մասին կամ քաղաքական կամքը, երբ որ կիրառվում է, երբեմն ոչ այնպես է կիրառվում, ոնց որ պետք է, կամ արդյունքները այնպեսին չեն, ինչպեսին կարող ենք տեսնել, հատկապես միջազգային կառույցների տեսակետից կան շատ տարբեր միջազգային ծրագրեր, ֆինանսավորումներ, որոնք որ հանուն Սևանի փրկության ծրագրեր են իրականացրել, դրա արդյունքների մասին դրական բացասական, եթե կարելի է ձեր գնահատականը։ Չեմ ուզում ինձ իրավունք վերապահել ինչ-որ գնահատական տալու, որովհետև ելի եմ ասում, հսկայական աշխատանք է կատարվել եւ պետության կողմից, եւ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով միշտ ասել եմ ու պատրաստ եմ նորից կրկնելու, նման գործողությունները պիտի արվեն համագործակցությամբ։ Այսինքն մի միջազգային կառույց գալիս է ինչ-որ գործ անելու, ինչ-որ ծրագիր իրականացնելու, երբեմն կրկնում է այն նույն ծրագիրը, որը արվել է մի 2-3 տարի առաջ մեկ այլ միջազգային կազմակերպության կողմից արված աշխատանքի վրա։ Այսինքն հիմնականում շատ կետեր չի փոխվում, արվում է նույն աշխատանքը, երբեմն պետությունը շատ լավ հիմքեր դրել է, բայց այդ հիմքերը չեն վերցվում որպես հիմք, այլ սկսում են զրոյից։ Սևանա լճի պահպանությունը կհաջողի միայն այն դեպքում, երբ լինի հստակ համագործակցություն, երբ մի ծրագիրը մյուսին լրացնի, ոչ թե շատ դեպքերում կրկնվում են մեր ծրագրերը։ Օրինակ վերջերս EU4 Սևան ծրագրով հսկայական աշխատանք է կատարվել։ Սևան ազգային պարկի կառավարման պլանից սկսած, իրազեկման տարբեր միջոցառումներից սկսած, նույն Սևանա լճի աղտոտող կոյուղաջրերի մաքրման կայաններ են կառուցվում, այսինքն հսկայական աշխատանք է կատարվում։ Բայց որևէ մեկը արդյունք չի տեսնում։ Միգուցե իրազեկումն է պակաս, որ մարդիկ ավելի շատ էս գործընթացի մեջ լինեն, այսինքն իրենց հենց սովորական բնակչի աջակցությամբ է պետք անել, հենց իրանց անմիջական մասնակցությամբ։ Շատ դեպքերում իմ կարծիքով, որ երբ դա տեղի ունենում են ժամանակ, երբ որ որոշումները կայացվում են առանց հանրության մասնակցության, այսինքն նույն ծրագրերը, նույն նախագծերը կազմվում են առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, բերում են ինչ-որ տեղից ինչ-որ ծրագիր ուղղակի հրամցնում են ժողովրդին, բայց այս ամեն ինչ, երբ որ ուզում են որևէ գործընթացում մեկ քայլ առաջ ինչ-որ գործընթացում հաջողեն, անպայման պիտի հանրությունը իրեն այդ գործընթացի մի մասը զգա, իրեն կարևոր զգա, իրեն մոտիվացված զգա։ Ես հասկանում եմ, որ սոցիալական վիճակը հանրապետությունում ու հատկապես Գեղարքունիքի մարզում շատ խիստ արտահայտված է։ Այսինքն մարդիկ բնության մասին փորձում են այդքան էլ չմտածել, հազիվ ապահովում են իրենց սոցիալական կարիքները, օրվա հացը, այո։ Բայց այս բնության մեջ են ապրում, այսինքն իրենք օգտագործում են այս բնության բարիքները ու երբ որ բողոքում են, թե ինչ որտեղ կարկուտ եկավ, ջրհեղեղ եղավ, չգիտեմ, քամիները ուժեղ են, իրենք պիտի հստակ պատկերացնեն, որ բնությունն ուղղակի այնքան խելացի ինքը վերադարձնում է մեր տվածը։ Ինքը շատ հստակ պատասխաններ է տալիս ու չեմ ուզում այդ բառը օգտագործել անգլերենով մեսիջներ, բայց ինքը ազդակներ է հստակ տալիս, որ սա այն քո արածի պատասխանն էր, այս էլ այն մյուս արածի պատասխանն էր, այսինքն մենք բնությունը պիտի խելամիտ օգտագործենք, մենք բնության հետ պիտի ներդաշնակ ապրենք, երբ որ մենք վերցնում ենք ավելի շատ ջուր Սևանա լճից, քան ինքը կարող է մեզ տալ, պարզ է, որ Սևանա լիճը պիտի ինչ-որ ժամանակ կանաչի։ Երբ որ մենք մեր բոլորս առանց բացառության մեր կոյուղիները բացել ենք Սևանա լիճ, առանց մաքրելու Սևանա լիճը պիտի կանաչի։ Ու կլիմայի փոփոխության պայմանավորված, ուզենք թե չուզենք, այս փոփոխությունները տեղի են ունենում եւ ունենալու են։ Մոտ ապագայում շատ ավելի վատ իրավիճակներ են լինելու, որովհետեւ Գեղարքունիքի մարզում այս եղանակին ջերմաստիճանն այսքան բարձր չպիտի լիներ։ Ու մենք ամեն օր ենք զգում կլիմայի փոփոխությունը, գետեր են ցամաքում ու Սևանն էլ հավերժական չի, եթե չլինի պահպանություն։ Ես Սևանա լճի հետ կապված մասին որ խոսում եմ, Սևանա լճի մի քիչ էմոցիոնալ եմ դառնում, շատերն ասում են, դե լավ, բնությունը պիտի օգտագործվի, ասենք մնաց, պիտի օգտագործվի, բայց պիտի օգտագործվի այնպես, ոնց որ դու քո ընտանիքի անդամին ես վերաբերում, խնամքով, որ իրան չվնասես, օգտագործի, բայց մի վնասի։
այնպես օգտագործի, որ ինքը չնեղանա քեզանից։ Հետո ինքը վերադարձնելու է անպայման, եթե դու իրան խնամելու ես, ինքը հետո անպայման այդ քո խնամքին խնամքով պատասխան է տալու։ Legend ՀԿ-ն նաև ունի բիզնեսի աջակցման ուղղված ծրագրեր, հատկապես ձեր կազմակերպության վերնագրում եւս այդպես հստակ դուք ձևակերպել եք, ինչպիսին է ձեր կազմակերպությունը։ Կուզենայի խոսեինք, ինչ ծրագրերի աջակցմանն եք նպաստում, ովքեր են ձեր շահառուները, ինչպես եք նրանց աջակցություն ցուցաբերում։ Legend ՀԿ-ի շահառուները ամբողջ Հայաստանի Հանրապետության ու ել եմ ասում Հարավային Կովկասի բնակիչներն են, որովհետև 0-ից մինչև քանի տարի որ մարդ ապրում է, 0-ից 100 տարեկան, սենց ասեմ։ Ինչու, որովհետև գործ ունենք բնության հետ։ Ու այդ պահին ոչ տարիք ենք որոշում, ոչ սեռ ենք որոշում։ Վերջին տարիներին իհարկե բավականին երկար տարիներ մեր գործունեությունը ուղղված է եղել հանրության մասնակցության խթանմանը որոշումների կայացման գործընթացին, որովհետև ես մի քիչ առաջ էլ ասեցի, այլ կերպ հնարավոր չի։ Պիտի մարդը իրեն այդ գործընթացի մի մասը համարի, պիտի իրեն կարևոր զգա, որպեսզի ինքը այդ գործընթացների մեջ լինի, նաև պահպանի։ Եթե մենք իրեն ուշադրություն չենք դարձնում, որոշումը կայացրել ենք ու բերել ենք ինչ-որ օրենքի տեսքով ներկայացնում ենք, ինքը շատ դժկամությամբ կամ նույնիսկ չի կատարի։ Տարիների ընթացքում եւ էկոկրթական տարբեր դասընթացներ եւ նաեւ նմանատիպ իրազեկման արշավներ, նաեւ աջակցություն, որպեսզի հանրությունը հանրային լսումների մասնակից լինի ու հնարավորինս մատչելի բնապահպանական տեղեկատվություն ունենա ու այդ տեղեկատվության մեջ ոչ միայն բնապահպանական է տեղեկատվություն, այլ նաեւ թե ինքը ինչպես կազդի հետագայում մարդու սոցիալական ինչ սոցիալական ազդեցություններ կունենա նման որոշումները այդ համայնքներում։ Ժամանակի ընթացքում հասկացանք ու նաեւ բնակիչների հետ կոպիտ ասած ենք տվել, որովհետև մենք էլ ենք այս մարզի բնակիչները, մենք էլ ենք այս բնության մի մասը ու քանի որ բնակիչ մի քիչ ավելի թույլ կողմ է, դրա համար ավելի շատ ոնց որ բնակչի կողմը, իրականում իրավունք չունենք կոպիտ ասած որևէ մեկի կողմը լինել, ուզում ենք այն հարթակը լինել, որտեղ այդ երկխոսությունը կկայանա բնակիչ ու կառավարման մարմիններ, բայց ելի եմ ասում շատ հաճախ ավելի շատ որպես բնակիչ ենք հանդես եկել։ Ու տարիների ընթացքում հասկացել ենք, որ երբ որ դու ճիշտ ես թիրախավորում ու համագործակցային է քո աշխատանքը, արդյունքը շատ ավելի լավն է։ Երբ որ դու կռիվ ես տալիս եւ բնակչի կողմից եւ կառավարման մարմինների կողմից, ինքը անմիջապես հակադրության է հանդիպում, պատի է հանդիպում, դիմադրության է հանդիպում։ Իրենք չեն պատկերացնում, որ դա ոչ թե քո անձի համար է, այլ օրինակ բնության համար է։ Բայց սկսել ենք համագործակցել ու օրինակ այս վերջին մի քանի ամիս սկսել ենք մի ծրագիր, որը կոչվում է շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ, հիմա երիտասարդների շատ լավ սերունդ ունենք, շատ լավ պատրաստված սերունդ ու պատրաստակամ սերունդ։ Ու իրենց տարբեր վերապատրաստումներ ենք իրականացրել, հիմա իրենց օգնությամբ փորձում ենք ստեղծել բիզնեսներ, ինչ-որ մոդելներ, որոնք որ թափոնի կյանքը երկարացնում են։ Այսինքն շատ քիչ աղբ են ունենում, երբեմն չենք ուզում աղբ ասել, թափոն ասել, որ երբեմն մեկի թափոնը մյուսի համար դա հումք է։ Ու ինչքան երկարի այդ թափոնի կյանքը, այսինքն ինչքան երկար ինքը որպես հումք ծառայի, մենք այնքան քիչ ենք աղտոտելու բնություն ու բնականաբար Սևանալիճը։ Ու հիմա մինչև հոկտեմբերի վերջ մոտ 5 տնտեսություն կստեղծենք, մոդելային տնտեսություններ, որոնք հնարավոր է նաև որևէ տեղ վերցվեն, օգտագործվեն այլ մարդկանց կողմից, եթե գաղափարը ինչ-որ մեկը կհավանի, ու նաև մարդկանց մոտ ենք փորձում այդ մշակույթը մտցնել, որ չի կարելի ինչ-որ արտադրել ես ամիջապես աղբի վերածել այդ հումքը թափել, թափոն չէ դա։ Դա կարելի է օգտագործել որևէ տեղ, ինչ որ մեկի մենք մեր ընտանիքում էլ հիմա սովորական կենցաղում ուղղակի մեր սննդի մնացորդները վերածում ենք հումուսի։ Բայց ժամանակին թափել ենք, որովհետև կենթանիներ չենք պահում, ուրիշ որևէ տեղ հնարավոր չէ, բայց հիմա բակ ունենք, հողամաս ունենք, մայրիկիս հետ ուղղակի այդ տարածքում հողը փորում ենք, թաղում ենք ու մանավանդ ամառվա այս տաք եղանակներին ինքը մինչև մի ամիս ու կես հետո ինքը վերածվում է հողի ու շատ օգտակար հողի։ Այսինքն հնարավոր է մարդկանց այդ մոտիվացիան տալ, օրինակներով մոտիվացիան տալ ու նաև որպեսզի հնարավոր լինի Սևանի
պահպանությունը պիտի օրինակ գյուղատնտեսության մեջ նորարարությունների գնան մարդիկ, այսինքն սովորական ջրելու process-ը իրենք փոխեն, իրենք հավատան, որ հնարավոր է օրինակ կաթիլային ոռոգումով ավելի շատ բերք ստանալ, քան սովորական ակոսային ոռոգումով ու օգտագործել մի 5 անգամ ավելի քիչ ջուր, քան սովորական ակոսային ոռոգումով։ Չգիտեմ, հնարավոր է օրինակ կոլորադյան այդ կարմիր ворթերով, ինչ ворթեր են կոչվում, այդ ворթերով ստանալ շատ լավ հող ու այդ հողի մեջ աճեցնել այնպիսի նյութեր, այնպիսի բույսեր, որ ավելի շատ եկամուտ կբերի, սովորական տնտեսությունից անցնել բարձր մշակաբույսերի, այսինքն այդ ձևով մենք Երբ որ սկսում ենք նաև օրգանիկ պարարտանյութեր օգտագործել, մենք Սևանի բեռը շատ ենք թեթևացնում։ Ու քանի որ Գեղարքունիքի մարզում ենք ու բոլորիս թիրախը Սևանն է, իր պահպանության համար շատ ծրագրեր կան, որոնք կարելի է առաջարկել ու իրականացնել։ Ինձ թվում է շատ միջազգային կազմակերպություններ սկսել են այդ գործընթացը, ուղղակի էլի եմ ասում, պիտի համագործակցային լինի, այսինքն այստեղ համակարգողի դերում պիտի լինի շրջակա միջավայրի նախարարությունը, այսինքն ոչ միջազգային կառույց առանց շրջակա միջավայրի նախարարության չի գալիս ծրագիր իրականացնելու, պիտի այնքան ճիշտ լինի այդ համակարգումը, որ ոչ մի միջազգային կառույց չկրկնի ինչ-որ ծրագիր, միշտ լրացնի, երբ որ լրացնի, հաստատ արդյունք ունենալու ենք, թույլ չտան որևէ տեսակրկնություն, եթե կրկնություն եղել է կամ լինում է, ուրեմն նշանակում է մենք արդյունք չենք ունեցել նախորդ ծրագրից։ Իսկ Սևանի հետ կապված ծրագրերը, այո, Սևանի հետ կապված ծրագրերը իրավունք չունեն ձախողելու։ Այդ լրիվ իմասածն է գալիս, այսինքն մենք փողը ջուրն ենք լցնում։ Այսինքն փորձադաշտ չէ Սևանը։ Այո, Սևանի պետք չէ փորձել են, շատ են փորձել։ Շատ երկար տարիներ, ես 2007 թվականից այս ոլորտում եմ, ես բոլոր դոնորներին անգիր գիտեմ, ովքեր ինչ գումարներ են ծախսել Սևանա լճի ճակերտավոր պահպանության համար, բայց մենք շատ քիչ արդյունքներ ունենք Սևանա լճի հետ կապված։ Այո, ավելի շատ հետընթաց ունենք, քան առաջընթաց ունենք, որովհետև նույն Սևանից լրացուցիչ ջրառներ են տարբեր տարիներին եղել, մի քանի տարի, այս տարի է, որ Սևանա լիճը դրական հաշվեկշիռ ունի։ Սևանը արդեն մի քանի տարի է բացասական հաշվեկշիռ է ունենում յուրաքանչյուր տարին ամփոփելուց հետո, իսկ Սևանա լճի մասին օրենքով նման բան չպիտի լինի, այսինքն մենք ջրառը պիտի կազմակերպենք այնպես, որ յուրաքանչյուր տարի գոնե պլյուս 1 սանտիմետր մենք ունենանք դրական հաշվեկշիռ։ Ու այս նաև գլոբալ տաքացման հետ կապված, նաև լրացուցիչ ջրառի հետ կապված մենք կորցրել ենք էկոհամակարգի հավասարակշռությունը ու իրան ժամանակ է պետք վերականգնելու, իրեն հանգիստ է պետք, ինքը կարող է ինքն իրեն վերականգնել։ Լիանա, նաև կուզենամ խոսել Գեղարքունիքի մարզում կին իրավապաշտպանների նկատմամբ խտրական վերաբերմունքի, գուցե կարծրատիպային մոտեցումների, դու շատ երկար ես իրավապաշտպանական դաշտում, ինչ խնդիրների ես առնչվում եւ ինչպես ես հաղթահարում։ Որպես խնդիր չեմ կարող դա ներկայացնել այնպես ինչպես պատկերացնում եք դուք։ Բավականին երկար տարիներ է այս գործունեությունն իրականացնում եմ ու հավատացեք երիտասարդներին, հիմնականում կանանց երիտասարդ կանանց աղջիկներին շատ հեշտ է ավելի շատ աշխատել կին այս ոլորտում կանանց հետ, քան տղամարդկանց, որովհետև մենք ապրում ենք մի մարզում ավանդույթներով, տարբեր բարքերով, որտեղ շատ բարդ է։ Այդ առումով է միայն բարդ։ Չի եղել մի դեպք, որ թիրախավորվեմ որպես կին իրավապաշտպան, միայն կարող եմ նշել, որ խնդիրը այստեղ եղել է, որ կին ես, այդ գործի մեջ մտնես երևի չհաջողես։ Բայց փորձը ցույց է տվել ու այս ժամանակի ընթացքում բավականին շատ արդյունքներ ունենք այս ոլորտում ու արդեն ոչ միայն համայնքից են
համագործակցության առաջարկներ գալիս այլ նաև տարբեր մարզերից, հանրապետությունից ու նաև միջազգային համագործակցություններ ունենք, այսինքն ունենք այնպիսի արդյունքներ, որ մարդիկ հավատում են մեզ։ Ու ասեմ, որ մեր թիմի հիմնական մասը կանայք են։ Երևի դա էլ է պատճառ, որ մեզ վստահում են ու ես միշտ ասում եմ, մենք երիտասարդների կարողությունները զարգացնում ենք այս ոլորտում։ Շատերն ասում են ներդրում եք անում, բայց իրենք չեն մնում, գնում են։ Բնական է պիտի գնան ու այդ շարժը պիտի լինի։ Տղաները դառնում են 18 տարեկան բանակ են գնում, բանակից վերադառնում են, մարզում խնդիր կա ընտանիքի հացը հոգալու ու այդ երիտասարդը երբեք հասարակական կազմակերպություն, եթե այդտեղ չկա վճարովի աշխատանք, ինքը երբեք էլ կամավոր աշխատանքի չի վերադառնում այդտեղ։ Կանայք, եթե մնում են կամավորության մինչև ամուսնանալը, այդ երջանկություն է։ Ամուսնանալուց հետո հնարավոր է լինեն կանայք, ովքեր մնան կազմակերպությունում որպես կամավոր եւ նաեւ որպես աշխատակից, բայց երբ որ արդեն բարիկներ ունեցան, իրենց դու չես կարող էլ հետ վերադարձնել, այսինքն սկսվեց էլի նորից սերնդափոխություն, գալիս է մի խումբ վերապատրաստվում է ու նորից կարողությունները զարգացնում է ու նորից կոպիտ ասած գնում են ընտանիքներ, բայց այդ նաև մեզ ուրախացնում է, որովհետև մենք պատասխանատու սերունդ ենք ճանապարհում կյանք, ովքեր իրենց ընտանիքներում գոնե պատասխանատու վարք կձևավորեն ու եթե կա կավելացնեն, եթե չկա կձևավորեն ու մենք ունենալու ենք հետագայում այնպիսի սերունդ, որ Սևանը պահպանելու են, իրենց երեխաներին սովորեցնելու են աղբը չթափել, ծառը չջարդել, չգիտեմ, աղբը տեսել են հավաքեն կամ նկատողություն անեն այնպիսի մարդկանց, ովքեր աղբ են թափում, ովքեր ասում են մեզանով ոչինչ չի որոշվում։ Շատ երկար ենք չարչարվել ու երբեմն նաև մենակ չենք ունեցել շատ մեծ թիմ, շատ ժամանակ, որովհետև նաև ծրագրեր չենք ունեցել ու որևէ մեկին քո կողքը չես կարող պահել, եթե չկա վճարվող ինչ-որ աշխատանք, բայց հիմնականում մեր գործունեությունը հետազոտական աշխատանքներ ենք այդ ընթացքում իրականացրել, որոնք մենք մեզանով մեր ուժերով ենք իրականացրել, որոնք շատ ռեսուրսների հետ կապված չեն, բայց երբ որ ունեցել ենք ծրագրեր, բավականին մեծ թիմ ենք ունեցել ու շատ լավ աշխատանք ենք արել ու այն վստահությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում, այն նշաձողը, որը սահմանել ենք տարիների ընթացքում, հուսամ կպահպանենք ու ամեն օր մենք դա բարձրացնելու քայլեր ենք կատարում։ Շնորհակալ եմ Լիանա այսպիսի անկեղծ զրույցի համար, հատկապես Սևանի ֆոնին եւ Սևանի հետ կարելի ասել մենք այսօր զրուցեցինք Սևանա լճի հետ։ Ես մաղթում եմ ձեզ հաջողություն եւ հուսով եմ, որ Սևանը իսկապես Սևանա լիճը կունենա մեր երազած ապագան եւ կլինի այնպիսին, ինչպիսին օրինակ դուք որպես բնակիչ եւ որպես կազմակերպության նախագահ երազում եք։ Ես շնորհակալ եմ այս հնարավորության համար, միշտ ասում եմ, որ ջրի կաթիլը քարը ծակում է, եթե անընդհատ նույն տեղում կաթում է։ Այսինքն, երբ որ ինչ-որ բան ուզում ենք անել, անընդհատ դրա հետ կապված տարբեր գործողություններ ենք ձեռնարկում, հնարավոր չէ չհաջողենք։ Երբ որ հավատում ենք մեր նպատակին, մեր առջև դրված խնդիրները ճիշտ ուղղությամբ ենք սկսում լուծել, հնարավոր չէ արդյունք չունենանք։ Ու պիտի գա մի օր, գա մի ժամանակ, որ հանրությունը, օրինակ Սևանա լիճը համարի իրենը։ Սա պետական սեփականություն չէ, սա հանրային սեփականություն է, ու մարդը պիտի իրեն սեփականատերը զգա, երբ որ ինքը իրեն սեփականատերը զգաց, հաստատ պահպանության հետ կապված քայլեր ձեռնարկելու է։ Հիշեցնեմ, որ մեր հյուրներ Բլեջյան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիանա Ասունյանը։ Ցտեսություն։